մի քանի հարց ունեմ, առաջի հարցս այս հանձնաժողովի նիստի ժամանակ առիթ ունեցել եմ տալու, բայց օգտվելով առիթից եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել ձեզ, որ կան արդեն էկոպարեկային ծառայություններ տարբեր մարզերում, որոնք որ տեխնիկական հագեցվածության հետ կապված մեղմ ասած խնդիր ունեն, որովհետեւ այդ մեղմ ասած, ասենք ձեռքի տակ որևէ մի բան չունեն։ Խնդրում եմ կոնկրետ ժամկետներ նշեք, թե այդ էկոպարեկային ծառայությունները երբ տեխնիկապես հագեցված կլինեն, այդ առաջին հարցս։ Երկրորդ հարցս վերաբերվում է էկոպարեկների բարևարկության հետ կապված, վերջին շրջանում մամուլում տեղեկություններ են շրջանառվում էկոծառայության պետի հետ կապված այդ սկանդալում, որ հայտնվել է խմած վիճակում մեքենա վարելու, մենք նաև վերջերս տեղեկություններ ստացանք Դիլիջան քաղաքում էլի անպատասխան ծառայության պետի հետ կապված, այս դեպքերով ինչ եք կարծում, այդ մարդիկ իրավունք ունեն հետ այսու աշխատել համակարգում, շնորհակալ եմ։ Շնորհակալություն հարցերի համար, նշեմ, որ ամբողջությամբ գործարկված է Սյունիքի էկոպարեկային ծառայությունը, նշեմ, թե ինչ տեխնիկական միջոցներ են ձեռք բերվել, օրինակ 23 պիկապ Սյունիքի մարզային ծառայության համար, 55 պիկապ Տավուշի, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզային վարչությունների համար, որոնք արդեն մատակարարվել են, գործառնական 132 հատ ավտոմեքենաների կահավորման համակարգեր, 801 հատ համազգեստին ամրացվող թվային տեսախցիկներ, 400 հատ ձեռքի դյուրակիր ռադիոկայան, 133 հատ համակարգչային պլանշետ, 995 հատ լրակազմ ծառայողական համազգեստ եւ այլ անհրաժեշտ տեխնիկական միջոցներ։ Սրանք ձեռք են բերվել Սյունիքի էկոպարեկային ծառայության համար, ինչպես նաև գործարկման փուլում են գտնվում Տավուշի, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզի էկոպարեկային ծառայության վարչությունները, որոնք 2026 թվականի առաջի կիսամյակում են նախատեսված գործարկման համար։ Արձագանք։ Դուք իմ մյուս հարցին չպատասխանեցիք, խնդրում եմ պատասխանեք բարևարկության հետ կապված հարցին, ես գիտեմ, որ այդ ծառայությունը հագեցված է, մասնավորապես Սյունիքի մարզում, ես մնացածի մասով կոնկրետ ձեզնից ժամկետներ եմ խնդրում, որ ասեք, որ ժամկետում կլինեն այդ տեխնիկական հագեցվածության պարագաները, եւ խնդրում եմ եւս մեկ անգամ պատասխանեք իմ այն մյուս հարցին, եւ հաջորդ իմ հարցը վերաբերվում է նաև պատմամշակութային մեր հուշարձանների մոտ բավականին հաճախ ականատես ենք լինում, այսպես ասած, ոչ բարվոք վիճակի, այսինքն աղբի կուտակված աղբ, նաև շրջակա միջավայրի պաշտպան։ Այդ հարցով էկոպարեկային ծառայությունը ինչ գործառույթներ ունի եւ արդյոք այդ իր ձեռքի տակ եղած գործիքակազմը կիրառվում է, որ հատկապես մեր պատմամշակութային հուշարձանների, որը նաև զբոսաշրջային նշանակություն եւ այլ, որոշակի միջոցներ ձեռնարկվում են, որպեսզի այդ խայտառակ պատկերը նաև որոշակի գործիքակազմ կիրառելով ի վերջո այդ արատավոր երևույթին վերջ տալու։ Շնորհակալություն հարցի համար, ես վերջի հարցից գամ, էկոպարեկային ծառայությունը պատասխանատու է բնության հուշարձանների համար, պատմամշակութայինների մասով գործառույթ ունեն, բայց բնության հուշարձանների մասով ունեն, այդ հուշարձանների պահպանության համար ինչ ենք նախաձեռնել։ Շրջակա միջավայրի նախարարությունում նախաձեռնել ենք բնության հուշարձանների գույքագրում։ Գույքագրել ենք բավականին շատ, մնացել է Սյունիքի մարզի հուշարձանների գույքագրումը եւ 2026 թվականի ընթացքում կանձնագրավորենք մի քանի հուշարձաններ, անցած տարվա ընթացքում անձնագրավորեցինք մի քանիսը, այս տարի եւս դրանցից գույքագրվածներից մի քանիսը։ Այդ անձնագրի հաստատումից հետո էկոպարեկային ծառայողը կարող է անձնագրով տեսնել, թե ինչ գործառույթներ ինքը պետք է իրականացնի, որտեղ բնության հուշարձանները տարբեր տեսակի են լինում, դրանք լինում են երկրաբանական, ջրաերկրաբանական եւ յուրաքանչյուր հուշարձանի անձնագրով ֆիքսվում է, թե ինչը պետք է պահպանվի այդտեղ եւ էկոպարեկային ծառայողները հետեւաբար անձնագրով պահպանություն պետք է իրականացնեն։